Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Շարլ Պերոյի կոշկավոր կատուն հեքիաթը։ Սկսեցինք։ Շուկով ժամանակով Ֆրանսիայում մի ջրաղաց պան էր ապրում։ Այս ջրաղաց պանի ունեցած չունեցածն իր ջրաղացն էր, մի էշ և մի կատու։ Երբ ջրաղաց պանը մահանում է, նրա 3 որդիները որոշում են հոր ունեցվածքը իրար մեջ բաժանել, առանց նոտար կանչելու, որովհետև եթե նոտարին էլ վճարեին, հոր աղքատիկ ժառանգությունից իրենց համարյա ոչինչ չէր մնա։ Ավագ որդին վերցնում է ջրաղացը, միջնեկ որդին վերցնում է էշը, կատուն էլ բաժին է հասնում կրտսերին։ Ախր ինչու պիտի միշտ տան փոքր տուժի, վշտացած մտածում էր ջրաղաց պանի կրտսեր որդին։ Հիմա իմ 2 եղբայրները կարող են միանալ ու հալալ քրտինքով իրենց հացը վաստակել։ Ես ինչ եմ անելու, մի օր կատվից կմորթեմ, միսը կուտեմ, մորթուց էլ շատ ձմեռվա մի զույգ ձեռնոց կարեմ ինձ համար և վերջ։ Չէ, հաստատ սովամահ եմ լինելու։ Կատուն կարդում էր նրա մտքերը, բայց ոչինչ ցույց չի տալիս և գործից հասկացողի տեսքով այսպես է խոսում. Տեր իմ, խնդրում եմ, մի տխրեք, ավելի լավ է ինձ մի պարկ տվեք, մի զույգ կոշիկ պատվիրեք ինձ համար, որպեսզի կարողանամ հանգիստ քայլել անտառի թավուտներով և կտեսնեք, որ ձեզ այնքան էլ վատ ժառանգություն բաժին չի ընկել, ինչպես կարծում եք։ Ջրաղաց պանի կրտսեր որդին շվարել մնացել էր, չգիտեր հավատա կատվի խոսքերին, թե չհավատա։ Բայց նա շատ լավ հիշում էր, թե այդ խորամանկն ինչ հնարքների էր դիմում, երբ ուզում էր առնետ կամ մուկ որսալ։ Մերթ ճարպկորեն կախվում էր ետևի ոտքերից ու սուտ մեռուկի էր տալիս, մերթ թաքնվում էր այլյուրի պարկի մեջ, համբերատար սպասելով իր զոհին։ Ինչ իմանաս, մտածում է կատվի տերը, գուցե իսկապես կարողանա ինձ օգնել ու հանել այս թշվառ վիճակից։ Կատուն ստանում է այն ամենը, ինչ ուզում էր։ Նա հագնում է կոշիկները, թաթը լոթի ավարի գետնին է խփում, պարկը ուսն է գցում, արջերի թաթերով բռնում է պարկի բերանը փակող քուղերի 2 ծայրից և ճամփա ընկնում։ Գնում, հասնում է նապաստակների արգելոց անտառին։ Չմոռանամ ասել, որ խորամանկ կատուն պարկը նախապես լցրել էր նապաստակների սիրած հացահատիկի թեփով։ Նապաստակները վխտում էին անտառում։ Կատուն մեկնվում է խոտերի վրա և մեռած է ձևանում, սպասելով, թե երբ է այս աշխարհի նենգություններին անծանոթ մի ջահել ու անփորձ նապաստակ մտնելու իր պարկի մեջ, որպեսզի վայելի հատուկ իր համար բերած ուտելիքը։ Կատուն դեռ չէր հասցրել աչքերը փակել, երբ մի թեթև սոլիկ ու անխելք նապաստակ մոտ է գալիս ու խցկվում է պարկի մեջ։ Կատուն էլ դրան էր սպասում։ Նա ճարպկորեն ձգում է քուղերն ու պարկի բերանը պինդ փակելով սպանում է նապաստակին։ Կատուն շալակում է իր որսը, հպարտ գնում է թագավորի պալատ և պահանջում, որ թագավորն իրեն ընդունի։ Կատվին ուղեկցում են թագավորի մոտ։ Նա ծնկածալ ողջույն է տալիս նորին մեծությանը, ասելով. Թագավորն ապրած կենա, այս նապաստակը բերել եմ իմ տիրոջ Մարկիս Կարաբասի արգելոցից։ Նա այս անունն է տեղում է հորինում իր տիրոջ համար։ Մարկիզն ինձ պատվիրել է այս համեստ նվերը հանձնել ձերդ մեծությանը։ Շնորհակալ եմ, պատասխանում է թագավորը, հայտնիր քո տիրոջը, որ ես շատ գոհ եմ նրա վերաբերմունքից։ Որոշ ժամանակ է անցնում։ Կատուն հիմա էլ գնում է պարկում ցորենի արտում և կրկին բացում է պարկի բերանը։ Այս անգամ նրա թակարդում են հայտնվում 2 կաքավ։ Կատուն քուղերով ճարպկորեն փակում է պարկը և այդ կաքավներին նույնպես տանում նվիրում է թագավորին։ Թագավորն ուրախությամբ ընդունում է նաև Մարկիս Կարաբասի այս նվերը։ Այսպես շարունակվում է 2 թե 3 ամիս։ Ժամանակ առ ժամանակ կատուն տարբեր կենդանիներ էր որսում և իր տիրոջ անունից տանում էր թագավորին։ Մի անգամ կատուն իմանալով, որ թագավորը պատրաստվում է իր աղջկա աշխարհի ամենագեղեցիկ արքայադստեր հետ գնալ գետափ զբոսնելու, վազում է իր տիրոջ մոտ և ասում.
Եթե հետևեք իմ խորհրդին, ամբողջ կյանքում կլինեք հարուստ եւ երջանիկ։ Դրա համար պետք է ընդամենը գնաք լողալու գետի այն մասում, որտեղ ես կասեմ։ Մնացածն արդեն ինքս կանեմ։ Մարկիս Կարաբասը հասկանում էր, որ կորցնելու ոչինչ չունի, ուստի անում է այնպես, ինչպես կատուն է ասում, չնայած չէր հասկանում, թե ինչ կար այդ խորամանկի մտքին։ Այն պահին, երբ նա իր համար հանգիստ լողում էր գետում, թագավորի կառքը մոտենում է գետափին։ Նրանց տեսնելով, կատուն սկսում է դեսուդեն վազել, բարձր գոռալով. «Օգնեցեք, օգնեցեք, Մարկիս Կարաբասը խեղդվում է, օգնեցեք»։ Այդ ճիչերի վրա թագավորը դուրս է նայում կառքից եւ ճանաչելով կատվին, որն իրեն մի քանի անգամ որսամիս էր բերել, ծառաներին հրամայում է օգնության հասնել եւ փրկել Մարկիս Կարաբասին։ Մինչ խեղճ Մարկիզին կհանեին գետից, կատուն մոտենալով կառքին թագավորին ասում է, թե իր տիրոջ շորերն այդ անպիտան գողերը գողացել են, երբ նա լողում էր գետում։ Մինչդեռ իրականում այդ ճարպիկ խաբեբան ինքն էր շորերը թաքցրել մի մեծ քարի տակ։ Թագավորն անմիջապես պալատականներին կարգադրում է իր զգեստապահարանի ամենալավ զգեստներից մեկը բերել Մարկիս Կարաբասի համար եւ սկսում է բարեկամաբար զրուցել Մարկիզի հետ։ Արքայական զգեստը իսկը Մարկիզի հագով էր եւ շատ էր սազում նրան։ Եվ քանի որ Մարկիզն առանց այդ էլ գեղեցիկ եւ բարեկազմ տեսք ուներ, արքայադուստրը մտածում է, որ նա իր ճաշակով է եւ կարող է հարմար զույգ լինել իրեն։ Իսկ երբ Մարկիզը մի քանի անգամ քնքուշ ու հարգանքով լի հայացքով նայում է արքայադստերը, վերջինս ինքնամոռատ սիրահարվում է նրան։ Թագավորը նույնպես շատ է հավանում Մարկիզին եւ առաջարկում է կառք նստել եւ մասնակցել իրենց զբոսանքին։ Կատուն ուրախացել աշխարհով մեկ էր եղել։ Տեսնելով, որ իր մտահղացումը հրաշալի արդյունք է տալիս, նա սկսում է վազել կառքի առջևից եւ բավականին հեռանում է նրանցից։ Մի քիչ որ գնում է, տեսնում է գյուղացիների, որոնք խոտ էին հնձում մարգագետնում։ «Հեյ, բարի մարդիկ», ձայն է տալիս կատուն, «շուտով այս ճանապարհով անցնելու է թագավորը, եթե նրան չասեք, որ այդ մարգագետինը պատկանում է Մարկիս Կարաբասին, ձեր մեծ կտորը ականջը կթողնեմ»։ Ու շարունակում է ճանապարհը։ Քիչ անց, երբ կառքը մոտենում է մարգագետնին, թագավորը հնձվորներին հարցնում է. «Այս ում մարգագետինն եք հնձում»։ Եվ քանի որ կատվի խոսքերը գյուղացիներին ահ ու սարսափի մեջ էին գցել, նրանք միաբերան պատասխանում են. «Մարկիս Կարաբասի մարգագետինն է»։ Թագավորը դիմելով Մարկիզին ասում է. «Մարկիս, ինչ հրաշալի կալվածքներ ունեք»։ Թագավորն ապրած կենա, պատասխանում է Մարկիս Կարաբասը, ամեն տարի այդ մարգագետնից առատխոտ ենք հնձում։ Իսկ այդ ընթացքում կատուն նրանցից առաջ ընկած շարունակում էր վազել։ Վազում է, հանդիպում է մարդկանց, որոնք վարուցանք էին անում դաշտերում։ «Հեյ, բարի մարդիկ», ձայն է տալիս կատուն, «հիմա այստեղով անցնելու է թագավորը։ Եթե նա ձեզ հարցնի, թե սրանք ում արտերն են, եւ եթե դուք չասեք, որ սրանք Մարկիս Կարաբասի արտերն են, ձեր մեծ կտորը ականջը կթողնեմ»։ Մեկ րոպե անց դաշտերին է մոտենում թագավորի կառքը։ Եվ երբ թագավորը ցանկանում է իմանալ, թե ումն են այդ դաշտերը պատկանում, միաբերան մարդիկ պատասխանում են. «Մարկիս Կարաբասի արտերն են»։ Եվ թագավորը կրկին իր հիացմունքն է հայտնում Մարկիզին։ Իսկ կատուն շարունակում էր վազել կառքի առջևից եւ իր ճանապարհին հանդիպած բոլոր մարդկանցից միշտ նույն բանն էր պահանջում։ Մարկիզի հարստությունը ապշեցրել էր թագավորին։ Խորամանկ կատուն վերջապես հասնում է մի գեղեցիկ դղյակի, որտեղ ապրում էր մարդակեր հսկան։ Աշխարհում նրանից հարուստ մարդ չկար։ Բոլոր այն հողերը, որտեղով անցնում էր թագավորը, պատկանում էին հենց այդ մարդակերին։ Կատուն իհարկե նախապես հարցուփորձ էր արել մարդակերի մասին եւ արդեն գիտեր, թե որն է նրա հզորության գաղտնիքը։ Մոտենալով դղյակի դարպասներին, նա ընդունելություն է խնդրում տանտիրոջից, իբր ինքը չի կարող անցնել այդ կողմերով եւ իր հարգանքի հավաստիքը չհայտնել այդ պատվարժան մարդուն։ Մարդակերը կատվին ընդունում է այնպիսի քաղաքավարությամբ, որքան քաղաքավարի կարող է լինել մարդակերը, եւ առաջարկում է նստել բազկաթոռին։ Կատուն ասում է. «Ես լսել եմ, որ դուք կարող եք
կերպարանափոխվել և դառնալ ինչ գազան, որ կամենաք, ասենք առյուծ, փիղ։ Իհարկե կարող եմ, մռնչում է մարդակերը։ Հիմա քեզ ցույց կտամ, թե ինչպես եմ առյուծ դառնում։ Ասելն ու առյուծ դառնալը մեկ է լինում։ Կատուն այնպես է վախենում այդ հսկա առյուծից, այնպես է վախենում, որ ցատկում է ջրհորդանի վրա և մի վայրկյանում հայտնվում դղյակի տանիքին, չնայած կոշիկներով դժվար է ջրհորդանով վեր մագլցելը։ Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ մարդակերն ընդունել է իր նախկին կերպարանքը, կատուն համարձակվում է իջնել տանիքից, խոստովանելով, որ քիչ էր մնում վախից մեռներ, և շարունակում է. Ինձ նաև ասել են, թեպետ ես դրան չեմ հավատում, թե դուք իբր կարող եք նաև փոքր չափսերի գազան դառնալ, օրինակ, ասենք առնետ կամ մուկ։ Չնայած կրկնում եմ, նման բան ես չեմ կարող պատկերացնել անգամ։ Չես հավատում, հռհռում է մարդակերը։ Հիմա ցույց կտամ, տես։ Ասելն ու մուկ դառնալը մեկ է լինում և սկսում է հատակի վրա դեսուդեն վազվզել։ Մկնասեր կատուն էլ հենց դրան էր սպասում, անմիջապես հարձակվում է մկան վրա և հոշոտում նրան։ Այդ ժամանակ թագավորի կառքն արդեն մոտենում էր մարդակերի դղյակին։ Թագավորը, տեսնելով այդ գեղեցիկ դղյակը, ցանկանում է ներս մտնել։ Կատուն կառքի անիվների դղրդոցը լսելով, բացովի կամրջի վրա ընդառաջ է գնում և դիմելով թագավորին ասում է. «Ձերդ մեծություն, բարի գալուստ, մարկիս Կարաբասի դղյակ, ներս համեցեք»։ «Ինչ եք ասում, պարոն մարկիս, սա ձեր դղյակն է։ Այս ինչ գեղեցիկ բակ է, ինչ գեղեցիկ շինություններ են։ Եթե դեմ չեք, ես ցանկանում եմ նաև դղյակի ներսը տեսնել»։ Մարկիս Կարաբասը ձեռքը մեկնում է արքայադստերն ու օգնում է իջնել կառքից։ Նրանք, հետևելով թագավորին, մտնում են մի ընդարձակ սրահ, որտեղ նրանց ճոխ հյուրասիրություն է սպասում։ Դու մի ասա, մարդակերն այդ օրը ճաշի էր հրավիրել իր ընկերներին, բայց նրանք տեսնելով, որ դղյակ է ժամանել թագավորը, չեն համարձակվում ներս մտնել։ Թագավորը պարզապես հիացած էր Մարկիս Կարաբասի արժանիքներով, իսկ արքայադուստրն արդեն խենթի պես սիրահարվել էր նրան։ Երբ սեղան են նստում, թագավորը տպավորված մարկիզի հարստությամբ, մի քանի գավաթ գինի խմելուց հետո ասում է. «Պարոն մարկիս, եթե ցանկանում եք, կարող եք դառնալ իմ փեսան»։ Ես համաձայն եմ։ Մարկիզն ուրախանում աշխարհում մեկ է լինում և իր երախտագիտությունն է հայտնում թագավորին նման պատվի արժանացնելու համար։ Նույն օրն էլ մարկիզն ու արքայադուստրն ամուսնանում են, իսկ կատուն դառնում է երևելի անձ իսկական ազնվական։ Այդ օրվանից նա այլևս մուկ չէր որսում, հաճույքի համար էր միայն վազվզում մկների ետևից։ Ահա այսպիսի հետաքրքիր հեքիաթ կոշկավոր կատվի մասին, սիրելիներս։ Կհանդիպենք հաջորդ հետաքրքիր հեքիաթների ժամանակ։ Իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել և սեղմել զանգակ կոճակը։ Ցտեսություն։